Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ընթացող դատավարությունը ցույց է տալիս, որ Հայաստանի դատական համակարգն անկարող է արդարադատություն իրականացնել։ Ժառանգելով սովետական դատական համակարգի պատժիչ գործելակերպը, նախաքննության մարմիններն ու դատարանը խնդիր չեն դնում բացահայտել գործի բոլոր հանգամանքները, այլ պարզապես մեղադրել եւ դատապարտել մարդուն, թեկուզ եւ առանց բավարար ապացույցների։ Դատավարության ընթացքում ի հայտ եկան բազմաթիվ խախտումներ, որոնք թույլ են տվել իրավապահ մարմինները։ Ներկայացվեցին ապացույցներ, որոնք անհիմն են դարձնում Վարդան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը։ Սակայն համակարգը մի կողմ դնելով իրավագիտությունը, կամայական որոշումներով կրկին ոտնահարում է մարդու իրավունքներն ու անմեղության կանխավարկածը։ Փորձենք հասկանալ, թե ինչպես են գործել իրավապահ մարմինները Վարդան Պետրոսյանի ավտովթարը քննելիս։ Նախաքննությունը պարզել է, որ վթարը տեղի է ունեցել Եղվարդ-Երևան ավտոճանապարհի հողածածկ հատվածում, կողմնակում։ Այսինքն Վարդան Պետրոսյանը, վարելով BMW 320 մեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ կողմնակ եւ հարվածել այնտեղ կանգնած Նիվա մեքենային, որի մեջ նստած էին վարորդի հետ միասին 6 ուղևոր։ Ինչպես հայտնի է, նրանցից 2-ը մահացել են։ Ըստ քննիչի, վթարը տեղի է ունեցել Վարդան Պետրոսյանի մեղքով, ով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, գերազանցել է թույլատրելի արագությունը, միաժամանակ խոսել է բջջային հեռախոսով եւ կորցրել մեքենայի կառավարումը։ Այստեղ շատ կարևոր է երթևեկության կանոնները խախտելու հանգամանքը, որովհետև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար մարդուն կարող են դատապարտել միայն այն դեպքում, եթե նա թույլ է տվել տրանսպորտային միջոցների շահագործման կամ երթևեկության կանոնների խախտում։ Հակառակ դեպքում ավտովթարը որակվում է որպես դժբախտ պատահար, որտեղ չկան մեղավորներ։ Այժմ տեսնենք, թե ինչպես է քննիչը հիմնավորում արագության գերազանցումը։ Դատաավտոտեխնիկական փորձաքննությունը եզրակացրել է, որ Վարդան Պետրոսյանը երթևեկել է առնվազն 71 կմ/ժ արագությամբ։ Սակայն քննիչը ավտովթարի վայրը համարելով բնակավայր, որտեղ թույլատրված արագությունը 60 կմ/ժ-ում, արձանագրել է կանոնների խախտում։ Քննիչի այս շուտափույթ եւ չհիմնավորված որոշումը հերքում է Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Թույլատրելի արագությունը եղել է մինչև 90 կմ/ժ արագությամբ։ Այս փաստը հաստատելու համար մենք փաստաթուղթ ենք վերցրել եւ քաղաքապետարանից, ներկայացրել ենք եւ մամուլում հնչել է, եւ մարզպետարանից։ Ինչ արել մեղադրանքի կողմը։ Բանավոր հարցում արել մի ՍՊ-ի, որը զբաղվում ասֆալտապատման ինժեներից, ինչի պետական մարմինները գրություն չէին կարում ուղղեին քաղաքապետարանին, որը քննչական բաժնից գտնվում է մի 10-20 մետր հեռավորության վրա։ Եթե բնակավար չի, այնտեղ 100 կմ/ժ արագության երթևեկելու դեպքում էլի ճանապարհային կանոնների խախտում չի արձանագրվում։ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Դոզեն ներկա գտնվելով դատավարությանը նմանեցնում է այն Կաֆկայի ստեղծագործություններում նկարագրած աբսուրդին։ Երբ իմ գործընկերը դատարանում ներկայացնում է l'excès de vitesse qui n'en est pas un, որ չի եղել արագության գերազանցում, l'accusation ne répond pas. Մեղադրող կողմը չի պատասխանում այդ Elle demande simplement à ce que ce soit pas mis au dossier. Պարզապես խնդրում է, որպեսզի դա չկցվի գործի նյութերին։ Փաստորեն պետական մեղադրողը, այսինքն դատախազը, բացահայտ մերժում է այն ապացույցը, որը կարող է արդարացնել ամբաստանյալին։ Սա տարածված պրակտիկա է դատախազների գործելակերպում եւ վկայում է, որ Հայաստանի դատախազությունը ճնշման գործիք է, ոչ թե օրինականության երաշխավոր։ Ոչ ոք հիմա իրավունք չունի, մեր ասած ոչ մի բանը քննարկելու։ Մենք ինչ անենք ճիշտ ենք անում։ Ինքան տղամարդ չեն, որ կանեն ասեն լակած ա եղել։ Եթե արագության գերազանցում չկա, ապա մնում է Վարդան Պետրոսյանին մեղադրել խմած լինելու մեջ, ինչը սակայն հերկվում է Եղվարդի հիվանդանոցում վթարից անմիջապես հետո բժշկի կազմած արձանագրությամբ։ Վարդան Պետրոսյանը եղել է սթափ վիճակում։ Այդուհանդերձ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը դուժող կողմի պահանջով քննության է առնում Վարդան Պետրոսյանի սթափ լինելու հանգամանքը։ Մի հարց, որն արդեն պարզված է նախաքննության նյութերով եւ գոյություն չունի մեղադրական եզրակացության մեջ։
Սա արդեն մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի խախտում է, որը թույլ է տվել դատավորը։ C'est une violation de la Convention Դա կոնվենցիայի խախտում է, de ne pas mettre en accusation quelqu'un pour une infraction, mais de décider finalement qu'il le sera. երբ մարդուն չեն մեղադրում ինչ որ բանի համար, մի հանցանքի համար, բայց այնուհետև որոշում են, որ այդ հարցում նա պետք է մեղադրվի։ Իրականում սթափության հարցի անվերջանալի քննությունը հետապնդել է մի նպատակ՝ տպավորություն ստեղծել, թե Վարդան Պետրոսյանը փորձում է խուսափել պատասխանատվությունից եւ հիմնավորել նրան կալանավորելու որոշումը։ On ne veut pas renoncer à l'alcool parce que sans l'alcool, le dossier est vide. Չեն ցանկանում հրաժարվել ալկոհոլի հանգամանքից, որովհետև առանց դրա գործը փաստորեն դատարկ է։ Alors on répand la rumeur, mais le vrai problème, Monsieur le Président, c'est qu'on se sert de votre tribunal pour la répandre. Այսինքն ստացվում է, որ ասեկոսներ են տարածվում, սակայն խնդիրն այն է, հարգելի դատարան, որ ձեր դատարանում է այդ ասեկոսները տարածվում։ Քննությունը փորձել է նաև ապացուցել, որ վթարի պահին Վարդան Պետրոսյանը խոսել է հեռախոսով, վկայակոչելով նրա հարևանին, որի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցը ընդհատվել է իբր ավտովթարի պատճառով։ Պաշտպանական կողմը կրկին ստիպված է եղել փաստաթղթերով հերքել քննիչի ենթադրությունները, տեղեկանք բերելով Վիվասել ընկերությունից, համաձայն որի Վարդան Պետրոսյանը բջջային կապի մեջ չի եղել վթարի վայրում, հակառակ դեպքում դա կարձանագրեին մոտակա 3 ալեհավաքները։ Ահա այս թերի նախաքննությամբ ձեռք բերված ենթադրությունների հիման վրա Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվում։ Ուրեմն ինձ առաջադրված մեղադրանքի մեջ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանը որոշում են Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորում։ Նկատի ունենալով, որ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է հանրության համար վտանգավոր հանցանք կատարելու մեջ, որի սանկցիան պատիժ է նախատեսում ազատազրկում մինչև 10 տարի ժամկետով, որ հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի եւ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Հանրության համար վտանգավոր հանցանք բառակապակցությունը դատավորների կարծիքով կալանքը հիմնավորելու անժխտելի միջոց է։ Սակայն Վարդան Պետրոսյանի դեպքում հանրության համար վտանգը կարող էր կապված լինել միայն մեքենա վարելու հետ, ուստի եւ միակ խափանման միջոցը պետք է լիներ Վարդան Պետրոսյանին մեքենա վարելու իրավունքից, ոչ թե ազատությունից զրկելը։ Այլապես կալանքը դառնում է պատիժ դեռևս չապացուցված մեղքի համար։ Վարդան Պետրոսյանի կալանավորման մյուս հիմնավորումը վերաբերում էր նրա հնարավոր փախուստին։ Չնայած նրան, որ վթարից 4 օր հետո ոստիկանությունն արդեն արգելափակել էր Վարդան Պետրոսյանի ելքը Հայաստանից բոլոր հնարավոր ճանապարհներով, դատարանը այնուամենայնիվ հնարավոր համարեց Վարդան Պետրոսյանի փախուստը։ Բայց ով կարա պատասխանի մեր հարցերը, կասեք։ Le tribunal se contente de dire il y a un risque de fuite même si on a ces deux passeports. Point. Ինքը պարզապես դատարանը պարզապես ասում է փախուստի վտանգ կա, այն դեպքում եւ ոչինչ այլևս չի ավելացնում, այն դեպքում երբ մարդու երկու անձնագրերն էլ դատարանի մոտ են պահվում։ On ne sait pas en quoi il y a un risque de fuite. Եվ չենք հասկանում, թե ինչու՞մ է այդ վտանգը, փախուստի վտանգը, ինչպես կարող է լինել։ Il ne l'explique pas, il ne le dit pas, Իրենք չեն բացատրում, դատարանը չի բացատրում, չի ասում։ mais c'est normal, il peut pas le faire. Եվ դա շատ հասկանալի է, որովհետև չի կարող ասել։ Ինքը Վարդան Պետրոսյանը դատարանին հայտնեց, որ խորապես գիտակցում է պատահարի ծանր հետևանքները, որ երբևէ չի մտածել քրեական պատասխանատվությունից խուսափելու մասին, որ իր խնամքի տակ ունի դեռահաս աղջիկ, իսկ տղան ծառայում է Հայաստանի զինված ուժերում եւ ինքը չի պատրաստվում խոչընդոտել նախաքննությանը։ Վերաքննիչ դատարանը սակայն հարկ համարեց նշել, որ Վարդան Պետրոսյանի անձը բնութագրող դրական տվյալները, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության անձնագիրը պետական մարմիններին հանձնելը չեն կարող բավարար հիմք հանդիսանալ կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու համար։ Հետաքրքիր է, որ քանի դեռ դատարանը իր տրամադրության տակ չուներ Վարդան Պետրոսյանի ֆրանսիական անձնագիրը, դա հիմք էր համարվում կասկածելու, որ նա կփախնի։ Իսկ երբ այդ հիմքը արդեն վերացած էր, պարզվեց, որ այն բավարար հիմք չէ կալանքից ազատելու համար։
Այսինքն օրենքով սահմանված հիմքերը դատավորների համար նշանակություն չունեն եւ տրամաբանությունը մերժելը մտնում է նրանց լիազորությունների մեջ։ Sur le risque de fuite qui n'est pas assez motivé, Բավարար չպատճառաբանված ուրեմն փախուստի հետ վտանգի հետ կապված la Cour européenne dit que ասում է, որ ça ne peut pas être une motivation générale et abstraite sur le risque de fuite. դա չի կարող լինել այսպես վերացական եւ ընդհանուր տերմիններով ասված ուրեմն փախուստի վտանգ։ L'Arménie sera condamnée par la Cour européenne des droits de l'homme sur ce jugement. Այս դատավճռի հետ կապված Հայաստանը կդատապարտվի Եվրադատարանի կողմից։ Dans 5, 6 ou 7 ans. Լինի դա 5, 6 թե 7 տարի հետո։ Իդեպ 2002 թվականից ի վեր Եվրոպական դատարանը քննել է Հայաստանից բողոքարկված 48 գործ եւ 43 անգամ դատապարտել Հայաստանի Հանրապետությանը մարդու իրավունքներն ու ազատությունները խախտելու համար։ Հայաստանի դատավորները որևէ պատասխանատվություն չեն կրել պետական բյուջեից որպես տույժ վճարված ավելի քան կես միլիոն եվրոյի համար։ Դերասանի կալանքը երկարաձգելու մյուս հիմնավորումը այն էր, որ ազատության մեջ մնալով Վարդան Պետրոսյանը կարող է ազդել գործով ներգրավված վկաների վրա։ Այն որ ասում է, որ վկաների վրա կազդի, դա հնարավոր չի ազդել մի բանի վրա, որը գոյություն չունեն։ Ականատես վկաներ վթարի եղել են միայն տուժող կողմը եւ Վարդան Պետրոսյանը։ Այլ անձինք դա դեպքից հետո եղած անձինք է որևէ փաստական հանգամանք, որ իրանք ներկայացնում են մեղադրանքի հիմնավորելու կամ չհիմնավորելու մեջ կարևոր չի։ Bon, alors à ce stade, je le répète, tous les témoins ont été entendus. Հիշենք, որ այս փուլում արդեն բոլոր վկաներին լսել է։ Personne n'osera nous expliquer que si Vartan recouvre la liberté, c'est pour faire pression sur des témoins ou des victimes. Je ne pense pas qu'on va aller jusque-là tout de Ոչ même. մեկը չի համարձակվի այստեղ ասել, որ եթե Վարդանը ազատության մեջ հայտնվի, նա կարող է ճնշումներ գործադրել տուժողների կամ վկաների վրա։ Dans cette affaire, la détention provisoire de Vartan Petrosyan est une atteinte à sa présomption d'innocence. Այս հարցում ուրեմն Վարդան Պետրոսյանի նախնական կալանքը նրա անմեղության կանխավարկածին ոտնահարում է։ Et elle l'est un peu plus chaque jour. Եվ ամեն օր այդ ոտնահարումը ավելի է խորանում։ Parce que plus le temps passe et plus elle doit être motivée un peu plus. Որովհետև ինչքան ժամանակն անցնում է, այնքան այդ նախնական կալանքը պետք է ավելի շատ հիմնավորվի։ Et parce que depuis des mois, nous ne savons pas en quoi vous pouvez la motiver. Մինչդեռ ամիսներ շարունակ մենք դեռ չգիտենք, թե ինչպես դուք կարող եք այն հիմնավորել։ Սակայն ֆրանսիացի փաստաբանը չէր պատկերացնում, թե ինչի են ընդունակ մեր դատավորները նախնական կալանքը հիմնավորելու համար։ Օրինակ, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատավոր Արիստակես Սիսակյանը 4 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշման մեջ գրում է. Կատարված հանցագործությունը առաջացրած հետևանքների իմաստով շատ ծանր է։ Այն կյանքից զրկել է 2 երիտասարդ տղաների իրենց ծաղկուն տարիքում, որպիսի հանգամանքը դատարանը դնում է կալանավորման հիմքում նաև մարդկային բարոյականության տեսանկյունից ելնելով։ Այս ձևակերպումը տեղ կգտնի իրավագիտության դասագրքերում որպես աբսուրդ եւ մերժելի օրինակ։ Le dernier jugement qui motive la détention provisoire de Vartan Վերջին որոշումը, որով պատճառաբանվում է, հիմնավորվում է Վարդանի նախնական կալանքի տակ առնելը, évoque, et j'ouvre les guillemets, խոսում է եւ ես այստեղ չակերտները բացում եմ, des considérations d'ordre moral, fermez les guillemets. բարոյական նկատառումներից ելնելով։ Mais on comprend. Փակում եմ Mais la justice n'est pas la morale. Սակայն արդարադատությունը բարոյականություն չէ։ C'est terrifiant d'écrire quelque chose comme ça. Սոսկալի է նման բան գրելը։ Si la justice est la morale, Եթե արդարադատությունը նույնն է ինչ բարոյականությունը, c'est une affaire de vengeance ici, mais rien de plus. ուրեմն մենք գործ ունենք այստեղ պարզապես վրեժխնդրության հարցի։ Գիտես դու ինչ անելու, սրա վերջը երկու սաղը էլ գիտեք ինչ անելու, ձեզ հավաք բարի։ Բարոյական է արդյոք այն դատարանը, որը խոսում է ոչ թե իրավագիտության, այլ բարոյականության տեսանկյունից։ Ամեն գնով մեղավոր գտնել եւ պատժել, որպեսի հագուրտ տալ դժբախտության զոհերի վրեժխնդրությանը։ Սա չէ արդյոք դատավորի հասկացած բարոյականությունը, որն արդեն կապ չունի արդարադատության հետ։ Քաղաքում մի ամիտ ռաստ է կարգում։ Մի ամիտը չէ, այսինքն պետք է ռաստ կար։
Ce qu'on fait actuellement, c'est qu'on conforte les victimes dans leur haine. Այսինքն մենք ինչ ենք անում, մենք պարզապես ամրապնդում ենք ատելության զգացումը դժողների մոտ։ Et leur haine est légitime, mais elle ne doit pas franchir les portes du tribunal. Եվ նրանց ատելությունը երևի օրինական է, բնական է, սակայն այն չպետք է դատարանի դահլիճից ներս մտնի։ Պետք է արդյոք մահացածների հարազատներին որպես հատուցում անմեղ մարդու դատապարտումը։ Դա հայտնի է միայն իրենց, բայց նրանք չեն կարող չտեսնել, որ իրենց դժբախտությունը եւ ինչ որտեղ նաեւ ատելությունը դատարանն օգտագործում է ինքնահաստատվելու նպատակով եւ դատապարտելով հանրահայտ դերասանին ցույց է տալիս, թե իբր դատարանի առաջ բոլորն են հավասար։ Que les familles des enfants décédés aient besoin d'un coupable, c'est humain. Այն, որ զոհված տղաների ընտանիքը մեղավորի կարիք ունի, դա մարդկայնորեն լիովին հասկանալի է։ Que ce tribunal, le parquet ou mon confrère de la partie civile leur offre sur un plateau, c'est une terrible insulte à la grandeur de la justice. Սակայն երբ դատարանը, երբ դատախազությունը այդ մեղավորին ներկայացնում են սկուտերի վրա, դա արդարադատության նկատմամբ սոսկալի վիրավորանք է։ Ça s'appelle un drame, ça s'appelle pas une faute pénale. Սրա անունը ողբերգություն է եւ ոչ թե քրեական հանցագործություն։ Այս վթարը ասում են այստեղ ալ է։ Վարդան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնված է այն ենթադրության վրա, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի կողմնակում։ Միասրած վիճակով։ Վարորդը ստանալով ազդակ, որ հետևից ավտոմեքենա է գալիս, ինքը այդ բան կայնացել է ավտոմեքենա։ Բայց այդպես է։ Իրականությանը չի։ Բայց որ ինչ հետ։ Սա ո՞րն է իրականությանը համապատասխանում։ Մի հատ ձեր տարբերակը չենք հասկանում։ Իմ տարբերակը իրականությունը նա է, որ ոչ թափ վիճակում ճանապարհից ուղղությունից չեղվելա, մտել է հողացած գոտի եւ բախ։ Արագության գերազանցումը, ոչ ստապ վիճակը, երթևեկելու ընթացքում հեռախոսով խոսելը միակ հնարավոր բացատրությունն էին, թե ինչու է այնուամենայնիվ Վարդան Պետրոսյանը շեղվել 20 կիլոմետրանոց ճանապարհի հենց այն հատվածում, որտեղ կողմնակում չարաբաստիկ զուգադիպությամբ կանգնած է եղել Նիվա մեքենան։ Բայց երբ հերկվում են վերոնշյալ 3 պատճառները, այս վարկածը դառնում է անբացատրելի։ Նույնքան անտրամաբանական է Նիվայի վարորդ Արթուր Հակոբյանի ցուցմունքով տված բացատրությունը, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի դեպի աշտարակ թեքվող հատվածում նա աջ է քաշել մեքենան, առաջացել է մի քանի մետր եւ կանգ առել, որպեսի ճանապարհը զիջի հետևից շատ արագ ընթացող ինչ-որ մեքենայի, որը եւ մի քանի վայրկյան հետո բախվել է Նիվային։ Մի ուրիշ ցուցմունքում կանգ առնելը նա պատճառաբանում է մեքենայի անսարքությամբ։ Սակայն իր նախաքննական ցուցմունքներից մեկում Արթուր Հակոբյանը խոստովանել էր, որ ցանկացել է 1-2 մետր հետ գալ, որպեսի թեքվի դեպի աշտարակ տանող ճանապարհը։ Դատավարության ժամանակ տուժողի անընդհատ փոփոխվող ցուցմունքների հակասությունը դատախազը համարում էր ոչ էական։ Ելնելով գործում արկա ապացույցներից Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը առաջ է քաշում իր վարկածը։ Իրենք ստեղ բաց են թողել, ծառերը ենթվախիտ են եղել, մութ է եղել, բաց են թողել, ուղիղ են գնացել, հետո հետ են տվել, որպեսզի մտնեն այդ ճանապարհը։ Նիվայի վարորդ Արթուր Հակոբյանը բաց է թողել աշտարակ տանող ճանապարհը եւ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վթարի նախորդող պահին հետադարձ է կատարել, որպեսզի վերադառնա դեպի աշտարակ տանող ճանապարհի մուտքը եւ ուղևորվի դեպի տուն։ Իդեպ դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ պարզվել է, որ վթարի նախորդող պահին Նիվա ավտոմեքենայի փոխանցման տուփը իրոք եղել է հետընթաց դիրքում։ Նույնը վկայում է նաև Վարդան Պետրոսյանը, դատարանում առաջին անգամ դեպքի մասին ցուցմունք տալով։ Ես քշել եմ վճուղու ինձ հասանելի աջ կողմով։ Ես քշել սովորել եմ Ֆրանսիայում։ Ունեցել եմ ամրագոտի, պարտադրել եմ այնտեղ, ինձ մոտ դա կա, ես ամրագոտիով եմ եղել, եւ այնտեղ միշտ սովորեցնում ենք քշել հնարավորինս կողմնակին մոտ։ Ֆրանսիան ասում են la plus à droite։ Հնարավորինս ավելի կողմնակի մոտ, արգելք չհանդիսանալու համար քեզնից վազանցանողներին եւ դիմացի եկողներին, առավելևս որ այդ տարածքում սարսափելի մթություն է եւ վտանգավոր ճանապարհ ուղղակի։ Չկա լուսավորություն, չկա նշաններ։ Նկատել եմ ինձնից մի քեթև ավելի աճ գտնվող Նիվա, որ
գտնող սպիտակ նյութ, որի հետադարձ լույսը, ինչպես ասում են, զատնի լույսը վառված է։ Ես մի քանի անգամ անշտապ, կրկնում եմ, մի քանի անգամ, ինչպես են ասում, մոտակա եւ հեռակա լույսերով նշան եմ արել, այսինքն դալնի բլիժնի, մի քանի անգամ։ Մտածելով, որ հանկարծ կարող է թեքվի դեպի ձախ, որտեղ ես տեսել եմ այնուամենայնիվ, որ Նիվան գտնվում է ինձնից աջ, ես հանգիստ կարող եմ անցնել։ Անսպասելի, սա շատ կարևոր հանգամանք է։ Նիվան թեքվել է դեպի խճուղին, դուրս գալով բանուկմաս իմ առաջ։ Տարածությունը եղել է փոքր, ես ընդամենը կարողացել եմ արգելակել եւ փորձել եմ մանևրել դեպի մի քիչ աջ։ Եղել է բախումից հարվածը, որից ես գիտակցությունս կորցրել եմ։ Վթարի իրական պատկերը կարող էր պարզել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը, եթե այն անցկացնեին արհեստավարժ եւ անաչառ մասնագետները։ Այժմ տեսնենք, թե ինչ քննչական գործողություններ է կատարել Վարդան Պետրոսյանի գործով նշանակված քննիչ Հայկարամ Հակոբյանը։ Դեպքի վայրի զննության արձանագրությանը կից գծագրում քննիչը նշելով ճանապարհի կողմնակը գրել է հետևյալ բառերը. «Բախման վայրը որտեղ»։ Սա, բացի ոչ գրագետ նշում լինելուց, կոպիտ խախտում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի, որը պահանջում է քննիչից դեպքի վայրի զննություն կատարելիս նկարագրել միայն տեսանելի օբյեկտները, զերծ մնալով անձնական կարծիքը արտահայտելուց, այդ թվում ավտոմեքենաների բախման վայրի վերաբերյալ։ Սակայն քննիչն իր սուբյեկտիվ կարծիքն արձանագրում է որպես փաստ, հանձնում փորձագետներին, որոնք հաստատում են դա եւ այն հիմք է ծառայում Վարդան Պետրոսյանին հանցագործության մեջ մեղադրելու համար։ Զարմանալի է, բայց քննիչի այս ենթադրությունը հաստատող որևէ իրեղեն կամ այլ ապացույց գործի նյութերում գոյություն չունի։ Պատահական չէ, որ այս անհավանական վարկածը հաստատելու համար քննիչը ստիպված է եղել դիմել բազմաթիվ ապօրինությունների։ Թվարկենք դրանցից մի քանիսը։ Դեպքի վայրի զննության արձանագրության մեջ քննիչը նշել է որպես ընթերակա երկու անձանց, որոնցից մեկը ընդհանրապես գոյություն չունի։ Սա ըստ գործող օրենսդրության անվավեր է դարձնում կազմած արձանագրությունը։ Իսկ երկրորդ ընթերական արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետն է, որը դատարանում հայտնում է, որ քննիչն իրեն թյուրիմացության մեջ է գցել եւ նա չի իմացել, թե ինչ է ստորագրում։ Հիմա այդ մեքենայի զննությանը մասնակցել եք։ Ոչ, ես մեքենայի զննությունը։ Զննել են ինչ կա մեջը, ինչ չկա, ես տենց եմ հասկանում։ Իսկ գործողություն կատարվել է։ Իմ ներկայությամբ ոչ։ Հարցեր չկա։ Դատավարության այս դրվագում կրկին ապշեցնում է դատախազի դիրքորոշումը։ Թեև վկան դատարանում հաստատեց, որ ինքը չի մասնակցել դեպքի վայրի զննությանը, միևնույնն է, դատախազը միջնորդում է համարել նրան զննությանը մասնակցած անձ։ Հենց այդպես, մասնակցել է եւ վերջ։ Դատավորն էլ, որ թվում էր, թե տեղում կմերժի դատախազի միջնորդությունը, հայտնում է, որ այս հարցով որոշում կկայացնի հետագայում։ Շարունակենք թվարկել քննիչի ապօրինությունները։ Դեպքից հետո այն աշխատակիցները դատարանում տված ցուցմունքի համաձայն հրշեջ մեքենայով լվացել են վթարի վայրը, ինչից հետո մեքենաների պլաստմասայի եւ ապակու բեկորները երթևեկելի գոտուց քշվել են դեպի կողմնակ։ Դա տեղի է ունեցել վթարի գիշերը, բայց քննիչը չի արձանագրում այդ փաստը, այլ հաջորդ առավոտ լրացուցիչ զննում կատարելով նշում է այդ բեկորների հայտնաբերման վայրը կողմնակում։ Վստահաբար կարելի է ասել, որ քննիչը միտումնավոր թյուրիմացության մեջ է գցում փորձագետներին, որպեսզի հաստատի իր վարկածը։ Սա հաստատվեց նաև դատավարության ընթացքում, երբ փորձագետը, պատասխանելով Վարդան Պետրոսյանի պաշտպանի հարցերին, խոստովանեց, որ բախման վայրը առաջադրել է քննիչը, իսկ փորձագետները ոչ միայն չեն եղել դեպքի վայրում, այլ նույնիսկ չեն տեսել դեպքի վայրի զննման արձանագրությունը։ Քննիչի մյուս հնարքը թաքնված է դեպքի վայրում առկա հետքերը անտեսելու մեջ։ Լուսանկարներում, որոնք տրամադրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակնհայտ երևում են BMW 320 մեքենայի 4 անիվների հետքերը։ Զարմանալ կարելի է, թե ինչպես կարող էր քննիչը այս փաստը չնշել արձանագրության մեջ։ Դեպքի վայրում քննիչն արել է իր լուսանկարները եւ դրանք էլ ներկայացրել փորձագետներին։ Մինչդեռ Գագիկ Շամշյանի լուսանկարներից պարզ է դառնում, որ բախումը տեղի է ունեցել մինչև BMW-ի կողմնակում հայտնվելը, որովհետև այսպիսի հետք կարող էր թողնել միայն բախումից հետո սկսված կողասահքը։
Իսկ դա նշանակում է, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի երթևեկելի մասում, ինչն էլ փաստորեն փլուզում է Վարդան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը։ Նայեք, տեսնում եք ոնց է սա։ Ստեղ բախումը լինում է, ավտոմեքենան փոխում է իր ուղղությունը, սկսում է սահել։ Դե մեկ ինքը արիվները ինչ ճիշտ գծում են այդ հետքերը։ Ուրիշ կերպ, այս հետքերը չեն կարող առաջանալ։ Քննությունն ի սկզբանե բացառել է Նիվա ավտոմեքենայի վարորդի հնարավոր մեղքը վթարի մեջ։ Մեղադրող դատախազը էական չի համարում Նիվա մեքենայի տեխնիկական շահագործման կանոնների բազմաթիվ խախտումները։ 4 անձի գտնվել է հետևի նստատեղում, գազի մեծածավալ բալոնի արկայությունը, որն արգելված է տեղադրել Նիվա մեքենաների բեռնախցիկում, հանգամանքներ, որոնք անմիջական պատճառ են հանդիսացել, որ դժբախտ պատահարը ուղեկցվել է մարդկային զոհերով։ Վթարի առավել հնարավոր իրականությանը մոտ հետագիծը վերականգնել է հայտնի սլովակ մասնագետ Գուստավ Կասանիցկին, օգտագործելով ավտովթարների 3D մոդելավորման տեխնոլոգիան։ Это 100%, что дошло на проезжей части дороги. PC Crash ծրագիրը մշակելով վթարի հետազոտման տվյալները ինքնուրույն վերստեղծում է վթարի վիզուալ պատկերը։ Սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այս տեխնոլոգիայի կիրառմամբ ձեռք բերված տվյալները ապացույց չեն հանդիսանում ի տարբերություն այլ երկրների։ Նույնիսկ Ռուսաստանն ու Վրաստանն են ընդունել օրենք, որով մոդելավորման տվյալները ստանում են ապացույցի ուժ, իսկ Հայաստանը այս իմաստով մնացել է Բրեժնևյան լճացման դարաշրջանում։ Շատերը համոզված են, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ այս հետապնդումը նրա սուր երգիծական ելույթների հետևանքն է։ Մյուսները գտնում են, որ Հայաստանի դատական համակարգը միշտ է այսպես գործում կամայական որոշումներով։ Սակայն բոլորի համար ակնհայտ է, որ Վարդան Պետրոսյանը պետք է ազատ արձակվի, մինչև կպարզվեն վթարի բոլոր հանգամանքները, որովհետև այն հիմքերը, որոնք բերում է դատարանը, թե Վարդան Պետրոսյանը փախուստի կդիմի կամ կխոչընդոտի քննությանը, պարզապես վարկաբեկում են մեր պետությունը, կասկածի տակ առնելով նրա արդյունավետ գործելու կարողությունը։ Վիրավորում են հասարակությանը, որի սիրված արվեստագետը կարող է լինել անարժան մեկը։ Ակնհայտ է նաև, որ պետք է անցկացնել նոր փորձաքննություն, հաշվի առնելով նախորդ քննիչի թերացումները եւ դատավարության ընթացքում ի հայտ եկած հանգամանքները։ Տեղին կլիներ նաև, եթե պետության անունից հանդես եկող քննիչը կեղծիքների համար պատասխանատվության ենթարկվեր։ Արդյոք այս գործելակերպը չէ պատճառը, որ Հայաստանի իրավապահ մարմիններն ու դատական համակարգը վստահության ամենացածր վարկանիշն ունեն հասարակության մեջ։ Եվ արդյոք իշխանությունն ինքը չի ստեղծում այն գաղջ մթնոլորտը, որից այդքան դժգոհում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։